Ես շատ եմ սիրում, երբ որ գրպաններ է լինում, այս իմ հակից գեսներ գրպաններով է։ Ես նորից լեյբլ այդքան բան եմ պատվիրել ու այնքան չէի բացել, այնքան ուշ եմ սա բացում, որ արդեն եւս մտածում էի մի քանի հատ ամառային սեթեր պատվիրեմ իմ համար, բայց փաստորեն արդեն ես ունեմ։ Սա էլի կոմբինեզոն է, շորտատիպ տարբերակն է, շատ լավն է, ինձ շատ է դուր գալիս։ Մատերիալն էլ շատ լավն է, իր տեսքը նկարով կդնեմ, որպեսզի ավելի սիրուն տեսնեք, կամ էլ կփորձարկեմ, չեմ արարի, բայց այս վիդեոից հետո իհարկե, կամ էլ սա կտեղադրեմ, եթե մեկնաբանություններում գրեք, որ փորձարկում ուզում եք, այդ ժամանակ կդնեմ, եթե ոչ, ուրեմն նկարներով հետո կտեսնեք։ Անցնենք հաջորդ փաթեթներին, ինձ մոտ սրանք են, պատեմ այս տաբատի պատմությունը, սա շատ պատահական եմ ընտրել ու հետո արդեն հասկացա, երբ որ եկա, որ ինքը շատ լավն է, բամբակ է, հով, որոշեցի, որ իրան կպահեմ եւ տան մեջ անպայման կհագնեմ, ինձ թվում էր, որ ինքը մի քիչ գիշերանոցային տարբերակ է, բայց հիմա սա էլ է շատ տրենդային, բայց ես չեմ կարող սա դուրս հագնել, չգիտեմ իրականում ինչպես կարող եմ իրեն համադրել, որ ինձ շատ դուր գա եւ դրսում էլ օգտագործեմ, եթե ոչ տանը հաստատ սա շատ լավ տարբերակ է, հով չքրտնացնող ամենակարևորը, որ թեթև լինի։ Անկամ եթե երեկոները մի քիչ ցուրտ լանի, այս տաբատը շատ լավ տարբերակ է։ Օ, այստեղ շատ աքսեսուարներ եմ արդեն տեսնում։ Ես լուրջ եմ ասում, պետք է երբ որ գայցա գոնե բացեմ նայեմ, որովհետև ես շատ հաճախ եմ պատվերներ անում, on-line պատվերներ անում, հիմնականում իմ պատվերները, իմ գնումները բոլորը լինում են on-line տարբերակով, դրա համար պետք է շուտ բացեմ, որովհետև ինձ թվում է թե ես չունեմ ու նորից ուզում եմ այդ ամեն ինչը պատվիրել։ Գոտի եմ պատվիրել։ Սերն է։ Այսպես անգամ այդ ջինսը շորտերի հետ կարծում եմ սիրուն կլինի, եթե ոչ, եթե սիրուն ստացվի, անգամ հնարավոր է եւ շորիկների հետ էլ ինքը սիրուն լինի, որովհետեւ նոր տարբերակ եմ վերցրել, որ կարողանամ հաճախ օգտագործել։ Իսկ անգամ շորի հետ սիրուն գնաց։ Հասկանում եք, տեսնեք, անգամ մի փոքր դետալ է, ինչքան կարող է շորին տեսք տալ եւ լավ եւ վատ իմաստով իրականում, եթե ճիշտ համադրություն չանես կստացվի ոչ գեղեցիկ ինչ որ մի բան, իսկ ճիշտ համադրության դեպքում շատ շքեղ։ Ամենահասարակ շորն է, շատ շքեղ կարող է դառնալ։ Զարդեր, կամ տոնական շորերի հետ համադրելու շատ լավ տարբերակ է։ Հատիասիրությունը տեսեք։ Այս շորիկի հետ կարծես ինչ կրում եմ, ինչ դետալ ավելացնում եմ, շատ սիրուն է ստացվում։ Ունի իր ուրեմն վզնոցը, հևնոցը, ականջողերը եւ մատանին։ Հա, շատ սիրուն է։ Շատ հավանեցի, չէ՞ որ զարդերը երբ որ պատվիրում եմ հասնում էին եւ ես ինձ դա դուր է գալիս, բայց դրանք շատ հավանեցի։ Խոսելով տրենդներից վստահ եմ, որ տեսել եք եւ լսել եք, որ այս տարի շատ տրենդային են այս ատլասից թե շորտերը, թե զգեստները, մանավանդ որ սենց ժանյակի վերջավորություններ են ունենում, հայտնի ես, որ երբեք եւ միշտ խուսափել եմ կիսաշրջազգեստ հագնելուց, անգամ դպրոցական տարիներին միշտ չեմ սիրել այդ յուբկա, կիսաշրջազգեստ ասվածը, բայց այս տարի ես պատվիրել եմ սա չգիտեմ ինչի ինձ ոչ թե որ տրենդն էր ոգևորել, այլ իր տեսքը ձևը շատ հավանեցի ու մտածեցի, որ փորձեմ ինչ կլինի ու իր հետ վերցրել եմ նաև էլի սենց ատլասից վերնաշապի շատ սիրուն, մտածում եմ որ ինքը էլի կգնա իրար հետ հագնելու համար, այսպես համադրությունը իրար հետ եմ արել։ Եթե ցանկանաք էլի եմ ասում որ մեկնաբանություններում գրեք կփորձեմ, դուք կտեսնեք, քանի որ ինքը շատ սիրուն է եւ հնարավոր է որ դուք ուզում եք նաև ինչ որովհետեւ շատերս մեզանից եւ հնարավոր է բոլորը, երբ որ ինչ որ մի բան գնում ես, անպայման ուզում ես նայես տեսնես հաճախորդները, հա, արդեն գնորդները հակած վիճակում տեղադրել են, թե ոչ, որպեսզի դուք ավելի լավ իրավունքը հասկանաք։ Այնպես որ եթե հետաքրքրում է, ասեք որ փորձեմ անպայման։ Սա էլ շատ հավանեցի, ուղղակի ես մտածել եմ միշտ եւ ինչ այժմ, որ սա այս ատլասից ինչ որ տարբերակները միշտ ասոցացվում են համար